Ամերիկայի պետքարտուղարի հայտարարությամբ Վրաստանի իշխանությունները որոշ քայլեր են ձեռնարկել, որոնք վկայում են այն մասին, որ նրանք ցանկանում են բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Մարկո Ռուբիոն Վրաստանի մասին խոսել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ, պատասխանելով կոնգրեսական Ջո Ուիլսոնի հարցին։ Նրա խոսքով Վրաստանի իշխանություններին բացատրվել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ հարաբերությունները բարելավելու համար եւ Վրաստանի իշխանություններից ստացել են որոշ դրական արձագանքներ։ Պետքարտուղարի հայտարարությամբ ԱՄՆ-ն հուսով է, որ հնարավոր կլինի առաջընթաց գրանցել երկկողմ հարաբերություններում։ Հնարավոր է, որ փոխենք ոչ միայն Վրաստանի հետ մեր հարաբերությունների ուղղությունը, այլև նրանց վարքագիծը, հայտարարել է Մարկո Ռուբիոն։ Հարցը գնահատականների թեմա է Թբիլիսիում։ Քաղաքական գործիչների միջև հակասությունների առարկա է դարձել ԱՄՆ-ի պետվարչության կողմից հրապարակված զեկույցը Վրաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ։ Հայտարարությունը ընդդիմադիր կուսակցությունների կողմից տարբեր կերպ է ընկալվել։ Ընդդիմադիր դաշինքի կողմից խիստ քննադատության թիրախ է դարձել Լելո կուսակցությունը, որը հրապարակայնորեն հայտարարել է, որ Ամերիկան հիասթափված է ընդդիմության բոյկոտից եւ որ այդ ուղերձը իրենք անձամբ լսել են մայիսի վերջին Թբիլիսի այցելած ամերիկացի հյուրերից։ Ընդդիմադիր դաշինքի առաջնորդներից մեկը Նիկա Գվարամյան Գրիգոլ Գեգելիային մեղադրում է ստելու մեջ եւ պարզաբանում, որ ամերիկացիները նման բան չեն ասել։ Ամերիկյան կողմը իր հերթին հայտարարում է, որ գործող ժողովրդավարությունը պահանջում է քաղաքական ընդդիմություն, որը համագործակցում է պետական ինստիտուտների հետ, ներկայացնելու այն ընտրողների շահերը, որոնք իրենց ձայնը տվել են նրան։ Նահանգների պետվարչության պատվիրակության ներկայացուցիչները անցյալ շաբաթ հանդիպել են Վրաստանի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Վաղը կկայանա Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաների ծնողների եւ կառավարության ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Սպասվում է, որ հունիսի 5-ի հանդիպման ժամանակ ավելի շատ կոնկրետություն կլինի արտադրող ընկերությունների հետ հաղորդակցության առումով։ Մինչ այդ վարչապետի եւ ծնողների միջև կայացած հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել են դեղամիջոցների ձեռքբերման հարցն ու առկա ռիսկերը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ առողջապահության նախարարը։ Ծնողների խոսքով այլևս հարցեր չեն բարձրացվել դեղամիջոցների անվտանգության վերաբերյալ եւ տեղի է ունեցել երկկողմ երկխոսություն այն մասին, թե ինչպես պետք է պետությունը հնարավորինս արագ եւ արդյունավետ ճանապարհով ձեռք բերի անհրաժեշտ դեղամիջոցները։ Որոշում է ընդունվել ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որի աշխատանքներին անմիջականորեն կներգրավեն նաեւ հիվանդ երեխաների ծնողները։ Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն արտակարգ կարգով օրակարգ է ներառել Եվրամիությանը Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններում առաջին կլաստերի բացման հարցը։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Ինչպես գրում է հրատարակությունը, դա հնարավոր է դարձել Ուկրաինայի եւ Հունգարիայի տեխնիկական խմբերի միջև կայացած բանակցությունների դրական արդյունքների շնորհիվ, որոնց մասին հունգարական կողմը տեղեկացրել է Եվրամիության խորհրդին։ Եվրամիության դեսպանները կքննարկեն, թե որքանով են այդ երկրների օրենսդրություն ու չափանիշները համապատասխանում Եվրամիության պահանջներին տարբեր ոլորտներում։ Դոնալդ Թրամփը կմասնակցի Թուրքիայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ ՆԱՏՕ-ի 37-րդ գագաթնաժողովը կանցկացվի Անկարայում հուլիսի 7-ից 8-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին շրջանում մի քանի անգամ զրուցել է Դոնալդ Թրամփի հետ եւ ԱՄՆ-ի նախագահը այդ զրույցների ժամանակ եւս մեկ անգամ հաստատել է գագաթնաժողովին մասնակցելու ծրագրերը։ Բացվել է Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված փառատոնը։ Միջոցառումը հյուրընկալել է օպերայի եւ բալետի թատրոնը։ Համերգին մասնակցել են Սուրբ Երրորդության Մայր Տաճարի պատրիարքական երգչախումբը եւ փառատոնային նվագախումբը դիրիժոր Սվիմոն Ջանգուլաշվիլիի ղեկավարությամբ։ Նախագիծն իրականացվում է Վրաստանի մշակույթի նախարարության եւ Ստեղծագործ Վրաստան ծրագրի աջակցությամբ։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված միջոցառումները, համերգներն ու մշակութային ծրագրերը կշարունակվեն մինչեւ տարվա վերջ։ Դրանց կմասնակցեն ինչպես վրացի, այնպես էլ օտարերկրյա երաժիշտ կատարողներ։